Գյումրու պետական դրամատիկական թատրոնը 160 տարեկան է։ 1865 թվականի մայիսի 23-ին ժամանակի մամուլը ֆիքսում է մի փաստ, բացվեց քաղաքային ակումբի վարագույրը, ազդարարվեց ներկայացումը եւ այդ օրը Գյումրիում համաժողովրդական ցնծություններ։ Մինչ հանդիսատեսը կապրեր հերթական ցնծությունը հյուրերին Աճեմյանական մուտքի մոտ փողային երաժշտությամբ են դիմավորում։ Հետո հերթը բացառիկ ցուցադրությանն էր 160 ակնթարթ մեկ ֆոտոալբոմում, թատրոնի պատմությունն ու այդ պատմությունը կերտած մարդիկ։ Թատրոնի ամենանկյուն տոնական էր, բայց օրվա տպավորիչ ակորդը պիտի հնչեր հենց բեմից, արտիստիկ համերգով։ Քանի որ ես առիթ եմ ունեցել նաև 10 տարի առաջ նշել թատրոնի 150-ամյակը, եւ ուզեցինք, որ 10 տարի անց փոքրինչ փոխվի ձևաչափը։ Եվ այսօր մենք կոտրում ենք այդ կարծրատիպը եւ 160-ամյակը նշում ենք այլ կերպ։ 160-րդ թատերաշրջանը հանարում ենք բացված։ Հոպ, հոպ, Kichi, 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 ale, ale, Աճեմյանցիների նոր թատերաշրջանը սկսվեց արտիստիկ շուքով եւ շարունակելով հավատարիմ մնալ որդեգրած սկզբունքներին։ Թատրոնը պիտի կարողանա ստեղծագործի, թատրոնի մարդիկ պիտի կարողանան արարել եւ ամենակարևորը իր ճանապարհը հստակ գիտենա ու ընթանալ։ Թատրոնը իսկապես առաջ է ընթանում, ժամանակի ոգին զգալով, մեր կոլեկտիվ արվեստ է թատրոնը եւ սա միայն ստեղծագործական պահի համար չէ, այլ ամբողջ թատրոնի համար է։ Պինչուականից մինչև հայկական դրամատիկականի տարբեր սերունդների դերասանները բեմ բարձրացան երգով ու պարով, ֆոլկաստիկ բենդի ուղեկցությամբ, ֆանտաստիկ տրամադրություն փոխանցելով հանդիսատեսին։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով թատրոնը առավել դինամիկ զարգացողներից է։ Վերջին տարիներին էլ թատրոնը շատ լավ ցուցանիշներ ունի եւ իսկապես բազում են դեպքերը, երբ որ բեմում ներկայացում է եւ հանդիսատեսը ոչ միայն Գյումրիից է։ Շոու ներկայացման ռեժիսորն է Ռաֆայել Ասատրյանը, պարային հատվածների հեղինակը Արինա Արարատյանն է, իսկ զգեստների ձևավորողը Լուսինե Խաչատրյանը։ Արտիստիկ համերգ ներկայացումը կընդգրկվի նաև թատրոնի խաղացանկում։ Թատրոնի տնօրեն Արամ Կարապետյանը նշեց, որ տոնական տարին առանձնանալու է ոչ միայն նոր ներկայացումներով ու հյուրախաղերով, այլև թատրոնի տեխնիկական հագեցվածությամբ։ Լուսային եւ ձայնային տեխնիկան վերջի վերջո մրցույթը հաղթողներ է եղել, արդեն պատրաստվում են բերել տեղադրել, հուսով եմ մինչև տարվա վերջ մենք ունենանք նոր ձայնային եւ լուսային տեխնիկա։ Առաջիկայում 2026 թվականին պլանավորում ենք մեր կաթսայատան վերանորոգումը ամբողջությամբ, նախնական գնահատումը կա։ Մենք աջակցում ենք բոլոր այն նախաձեռնություններին, որոնք օգնում են, որպեսզի թատրոնը զարգանա։ Իհարկե նաև աջակցել ենք այսօր այս հոբելյանական երեկոյի կազմակերպմանը։ Մշտապես առաջ շարժվելու սկզբունքին հավատարիմ աճեմյանցիներից շատերը նաև արժանացան մեդալների, պատվոգրերի եւ շնորհակալագրերի նախարարության, մարզպետարանի եւ համայնքապետարանի կողմից։ Թատրոնը առաջիկա տասնամյակներին շարունակելու է այն հրաշալի պատմությունը, որ մեզ այսօր բոլորիս հավաքել է այստեղ։ Ու այսօր աշխարհի բոլոր մյուզիկլները հանգստանում են
որովհետև Գյումրու դրամատիկական թատրոնը իրական շոու է ցույց տալիս։ Երևս խանդավառ եմ այնքան, որքան խանդավառ էին հին Ալեքպոլի կամարապատ փողոցներով դեպի երկրի առաջին թատրոն շտապող իմ համաքաղաքացիները։ Ժամանակից ամենակիչը մեկ քայլ առաջ են ստեղծագործող մարդիկ։ Գյումրու դրամատիկական թատրոնում 160-րդ տարին անընդմեջ ապացուցում են այս ասպարեզում թելադրողներից են։ «160-ամյա թատրոնը խոստանում է, 10 տարի հետո էլ շարունակելու է զարմացնել հանդիսատեսին ու ունենալ լեփլեցուն դահլիճներ։ Աստղիկ Խաչատրյան, Խան Հովհաննիսյան, այսօր։ Հարազատ պատշգամբում սիրելի ծաղիկներն էլի պատմում են Շիրակի մշակույթով առած կնոջ մասին։ Այս հարազատ փողոցի փոքրիկ անկյունը ամենանցնող դարձողի հիշեցնում է։ Իրենց համակարգացին է եղել մշակույթի զարկերակին սեփական սրտի զարկը միացրած Կիրակոսյանը։ Աշունը խելացի է բոլոր եղանակներից, ինձ այդպես է թվում։ Իր բնութագրած խոհեմ աշնան հենց այսօրը հոկտեմբերի 27-ին է ծնվել Հասմիկ Կիրակոսյանը։ Վերջինս կդառնար 83 տարեկան։ Մարդիկ կան, որ իրենց ապրած տարիներով այս փոքր երկրի սահմաններում մեծ արժեք տվեցին քաղաքին։ Այդ մարդկանց շարքում Հասմիկ Կիրակոսյանը հասցրեց ունենալ իր ուրույն տեղն ու նախ եւ առաջ ապացուցել, որ քաղաքի հանդեպ սերն ու հոգատարությունը սկսվում է սեփական ընտանիքից։ Ես Հասմիկ չէի լինի, եթե իմ գողագիծը, իմ ամուսինը, իմ շատ սիրելի սոսը չլիներ։ Ծնվել է 1942 թվականին Լենինականում, կրթական երկարամյա ուղի անցնելուց հետո աշխատանքային բուռն ընթացքը պիտի սկսվեր։ 1976 թվականին ընդգրկվել է Լենինականի քաղաքային խորհուրդ որպես մշակույթի բաժնի վարիչ։ 1996 թվականից մարզպետարանի ձևավորումից հետո նշանակվել է որպես Շիրակի մարզպետարանի մշակույթի բաժնի վարիչ։ 2009 թվականից մինչև 2018 թվականը զբաղեցրել է մարզպետի խորհրդականի պաշտոնը։ 2018 թվականին նշանակվել էր Գյումրու քաղաքապետի խորհրդականի պաշտոնում։ Ու չեք պատկերացնում ես ոնց սիրահարվեցի այդ ոլորտին։ Կբավ հոգիս երանգյունու նմանության նման բոլոր կողմերով, բոլոր անկյուններով համընկավ եւ բռնեց։ Իր ստեղծած երանգյունին ապրեցնելու մասին էր, չափավոր, բայց ոչ սահմանափակ։ Ճիշտ այնպես, ինչպես բնորոշ էր գյումրեցու ուղղամտությանն ու խստապահանջությանը։ Գործը գլուխ բերելու հարցում վարպետ էր Կիրակոսյանը, այդ գործին խառնելով լավատես բնավորությունը։ Այս ալեհեր լեռների մեջ, հոգնած լեռների մեջ ծվարած այս երգիրը հոգատարության, նվիրումի, սիրո կարիք ունի։ Առավել եւս սիրո կարիք ունի իմ քաղաքը, իմ Գյումրին։ Խնդրում եմ, ինձանից հետո ել ավելի առատ Գյումրի սիրողները թող շատանան ու ավելանան։ Հասմիկ Կիրակոսյանը 2004 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի տիտղոսի, իսկ 2007 թվականին Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ոսկե մեդալների, ի թիվս բազմաթիվ պարգևների, առանձնանում է նաև Գյումրու պատվավոր քաղաքացի տիտղոսը։ Ապրած տարիների գնահատականը այն նախապայմանն էր, որ Կիրակոսյան Հասմիկ անձի մասին պիտի հիշեցներ ու կենթանություն տար այժմ, երբ սիրելի պատշգամբն առանց նրա է ու առանց նրա է հարազատ քաղաքը։ Թանկարժեք նվերներ չէր սիրում տիկին Կիրակոսյանը, բայց այդ ծաղիկներ մշտապես սիրել է։ Հատկապես ծաղիկներ եմ սիրում։ Եվ ինձ ով ճանաչում է, ով իմ աշխատասենյակը մտել է, ես միշտ ունեմ թարմ ծաղիկներ եւ ինքս ինձ եմ նվիրում այդ ծաղիկները։ Ես ինձ համար եմ առնում այդ ծաղիկները։ Աստղիկ Խաչատրյան, Խան Հովհաննիսյան, այսօր։ Այսօր 2025 թվականի հոկտեմբերի 27-ին Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցավ աշխատանքային ամենօրյա խորհրդակցությունը։ Քաղաքապետարանի բաժինների ղեկավարների մասնակցությամբ այն վարեցին քաղաքապետի երկու տեղակալներ Ավետիս Սարաքելյանը եւ Գագիկ Մանուկյանը։ Քաղաքապետարանի բաժինների ղեկավարներին հանձնարարություններ տրվեցին մասնավորապես 2026 թվականի քաղաքային բյուջեի կազմման, պլանավորման, քաղաքի արտաքին լուսավորության ցանցի բարելավման, Գյումրի ասֆալտապատվող փողոցներում կոմունիկացիաների վերանորոգման աշխատանքների ընթացքի վերաբերյալ։ Հանձնարարություն տրվեց
բոլոր բաժինների պետերին ներկայացնել իրենց առաջարկություններն ու նախագծերը քաղաքի գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ։ Խորհրդակցության ընթացքում բաժինների պատասխանատուները ներկայացրեցին արկա խնդիրները կատարվող աշխատանքների ընթացքը։ Դրանց առնչությամբ որոշվեց դիմել համապատասխան կառույցներին։ Օրակարգում էին նաև Գյումրու այգիների, պուրակների բարեկարգման, նոր խաղահրապարակների ստեղծման ու կահավորման հարցերը։ Քննարկվեցին Բագրատունյաց պուրակի եւ Հաղթանակի զբոսայգու տարածքների նախագծման, լողի եւ ֆուտբոլի մարզադպրոցների վերանորոգման աշխատանքները։ Գյումրիում կիսակառույցների անավարտ շինությունների չափագրումը շարունակվում է։ Փողոցների կապիտալ վերանորոգումներին խանգարող ապօրինի շինությունների հարցը ևս մտահոգող է։ Այսօր լրանում է հոկտեմբերի 27-ի ոճրագործության 26-րդ տարելիցը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, կառավարության, օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել ազգային ժողովի բակում տեղակայված հոկտեմբերի 27-ի զոհերի հուշակոթողի մոտ։ Առաջին անգամ է, որ մենք Հայաստանի բյուջեն քննարկում ենք Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության պայմաններում, այսինքն ըստ էության առաջին անգամն է, որ բյուջե ենք քննարկում խաղաղության պայմաններում։ Նաև առիթից ուզում եմ օգտվել եւս մեկ անգամ վերահաստատել, որ 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի խաղաղության հռչակագրով Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջև հաստատվել է խաղաղություն եւ այդ խաղաղությունն արդեն ունի կոնկրետ պարամետրեր, կոնկրետ վիճակագրություն։ Այս մասին ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Բայց կարևոր է, որ նոր փաստեր, հանգամանքներ նույնպեսի հայտ է բերում հաստատված խաղաղությունը եւ մասնավորապես նկատի ունեմ Ադրբեջանի այն հայտարարությունը, որով Ադրբեջանը վերացնում է դեպի Հայաստան տարածման սահմանափակումները։ Սա ըստ էության պատմական իրադարձություն է եւ նշանակում է Հայաստանի Հանրապետության շրջափակման, հաղթահարման առաջին փուլը, բայց կարևոր է նաեւ, որ Հայաստանն էլ արձագանքող լինի այդ հայտարարություններին եւ նաեւ համապատասխան քայլեր անի եւ այս պահին դրան մեր արձագանքը հետեւյալն է, որ հենց այսօրվանից մենք պատրաստ ենք ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան եւ Ադրբեջանից դեպի Թուրքիա, մասնավորապես Մարգարա Երգնաձոր Սիսիան Գորիս երթուղիով, այսինքն ես սա ինչի համար եմ ընդգծում, որովհետև սա այս պահին միակ տարբերակն է, որը մենք հենց այսօր կարող ենք իրականացնել, այսինքն եթե ենթադրենք, որ Թուրքիայից բեռնատար է մոտենում Մարգարա անցագրային կետին, ուղևորվելու համար դեպի Ադրբեջան, մենք հենց այսօր կարող ենք ապահովել դա, մեր ճանապարհները միջև Գորիս, միջև Կորնիձոր գտնվում են լավ վիճակում եւ գիտեք, որ Կորնիձորում էլ որոշակի ենթակառուցվածք մենք ունենք եւ կարող ենք սպասարկել այդ թվում հակառակ ուղղությամբ, այսինքն եթե Կորնիձորի կողմից ադրբեջանական բեռնատար մոտենա եւ անցում կատարելու համար դեպի Թուրքիա, մենք հենց այսօր կարող ենք դա իրականացնել։ Մնացած հատվածով իհարկե մեր իրավիճակները Ադրբեջանի հետ մի քիչ տարբեր են։ Դուք տեղյակ եք, որ ներկայումս ընթացքի մեջ է Ղազախստանից Ադրբեջանով դեպի Հայաստան հացահատիկի առաջին խմբականակի ներմուծումը եւ դա տեղի ունենալու Ադրբեջան-Վրաստան, Հայաստան երկաթուղային երթուղով եւ իրավիճակների տարբերությունը ինչ է, որ ըստ էության մենք Ադրբեջան-Վրաստանի տարածքով հասանելիության սահմանափակում չունի, Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով հասանելիության սահմանափակում չունի, բայց իմ հայտարարությունը վերաբերվում է բոլոր ուղղություններով, որովհետև կարող պարզվի ինչ-որ մի ուղղության նկատմամբ հետաքրքրություն կա եւ մենք ուղղակի
այսպես դահլիճային պայմաններում դա չեն արձանագրում, այսինքն ինչպես Ադրբեջանը մեզ համար վերացրել է տարանցման սահմանափակումները, նույն կերպ եւ մենք վերացնում ենք տարանցման սահմանափակումները։ Իհարկե այս հայտարարությունը որպեսզի լինի ամբողջական, մենք առաջիկայում պետք է շատ ինտենսիվ զբաղվենք Վաշինգտոնի խաղաղության հռչակագրի 3-րդ եւ 4-րդ կետերի լիարժեք իրականացմամբ, որի արդյունքում Հայաստանի եւ Ադրբեջանի միմյանց նկատմամբ տարանցման արգելքի այս որոշումները կլինեն լիարժեք եւ ամբողջական, այսինքն կլինեն ոչ միայն դե յուրե, այլև դե ֆակտո մենք հնարավորություն կունենանք այդ ամենը իրականացնել։ Բայց որպեսզի կարծում եմ առիթ ունի հիշեցնել, թե ինչի մասին է խոսքը Վաշինգտոնի հռչակագրի 3-րդ եւ 4-րդ հոդվածներում։ 3-րդ հոդվածը, որը մեջբերում ենք, մասնավորապես ասում է. մենք վերահաստատեցինք ներպետական երկկողմ եւ միջպետական փոխադրումների համար երկու երկրների, այսինքն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաղորդակցությունների բացման կարեւորությունը հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության հարգման վրա տարածաշրջանում ու նրա հարևանության հաղորդությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի եւ Նախճեվանի ինքնավար հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչնդոտ հաղորդակցությունը Հայաստանի Հանրապետության համար միջազգային եւ ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։ Սա 3-րդ կետն է, իսկ 4-րդ կետում ասվում է. Հայաստանի Հանրապետությունը աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ Հայաստանի Հանրապետության տարածքում Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման TRIP հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Մենք հաստատում ենք մեր վճռականությունը բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները սույն նպատակին հնարավորինս արագ կերպով հասնելու համար։ Պետական սահմանի սահմանազատված Գիրանցի հատվածում կատարված աշխատանքների մասին հանրային խորհրդի անդամներն առաջին ձեռքից հանրապետության վարչապետից են տեղեկանում։ Սահմանազատումը սահմանը հստակեցրել։ Խաղաղության կոնցեպցիայի հայեցակարգի շրջանակներում հավաքատի կառուցման առնչություն չէ։ Այս պատը կառուցվել է մենակ դպրոցի համար։ Մենք որոշեցինք, որ դպրոցի, հենց դպրոցի երկայնքով, որը գիտեք հատուկ տենց անհանգստության առիթ էր, պատ կառուցել, այս պատը կառուցել, որպեսզի տենց ավելի կոմֆորտ իրավիճակ։ Սահմանազատված մյուս հատվածներում փշալարեր են, փշալարերից այն կողմ էլ ծառայություն իրականացնող հայ սահմանապահներ առանց աղավարտների, զրահաբաճկոնների։ Եվ այստեղ, եւ Սյունիքի մարզի 73 կիլոմետրանոց հատվածում այն պահից, երբ որ սահմանապահներն են կանգնել, որևէ մի հատիկ հրադադարի ռեժիմ, նույնիսկ չսահմանազատված հատվածներում, որտեղ սահմանապահներն են ծառայություն իրականացնում։ Պատից մի քանի մետր այն կողմ դպրոցն է, եթե սահմանազատման գործընթացի մեկնարկին Գիրանցի ծնողներից շատերը որոշ մտահոգություններ, անհանգստություններ ունեին, թե դիտարկվող տարածք է, հիմա նույնիսկ հանգստյան օրերին դպրոցին կից ֆուտբոլի դաշտում միշտ կարելի է հանդիպել երեխաների։ Բաց է մշտապես երեխաների ցանկացած պահի գալիս են եւ խաղում են։ Իրականության մեջ ամեն ինչ նորմալ է, անկեղծ ասած չենք էլ մտահոգվում, չենք էլ մտածում այդ ուղղությամբ։ Գիրանցի նորակառույց դպրոցը շահագործման է հանձնել 1 տարի առաջ, 100 աշակերտի ու նախադպրոցական տարիքի 20 երեխայի համար է։ Վերջին 1 տարում քանիցս Գիրանցի դպրոց գնացած վարչապետը թվում է, թե ամեն ինչի տեղնանգիր է հիշում։ Ամբողջ գույքը նորա, մեր սկզբունքը հետևյալն է, նոր դպրոցում 5 գույք պետքա չլինի, սա կառավարությանն է, սա արմատին։ 737 միլիոն դրամ էր հատկացրել կառավարությունը, որ Գիրանցինը լինի դպրոցաշինական մեծ ծրագրի 300-ից մեկը։ Սահմանամերձ գյուղում կրթական այսպիսի միջավայրը հանրային խորհրդի անդամներին էլ ոգևորում են։ Գիրանցում վերջին անգամ երբ եք եղել։ Չի եղել, ընդհանրապես չի եղել, առաջին անգամն էր եւ շատ տպավորված եմ ու շատ ավելի հանգիստ, երբ որ եղա։ Ես վաղուց չի եղել Գիրանցում եւ հիմա հսկայական փոփոխություններ եմ տեսնում։ Եթե ես այս նկարները ինձ ցույց տային, հա, դպրոցի եւ այլն ճանապարհի իսկ թվար եվրոպական բարձրակարգ վայրում եմ։ Պետությունը կառուցվում է սահմաններից մեր մեջ ասած, այլ ոչ թե կենտրոնից, ինչպես բուրգը կառուցվում է ներքևից, վերևից հնարավոր չի։ Ու դու սա կոնկրետ քո աչքերով տեսնում ես։
Վերակառուցում, սա արդեն Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցու մասին է։ Անցած տարվանից մեկնարկած աշխատանքների համար պետությունը 55 միլիոն դրամ էր հատկացրել 19-րդ դարի կառույցի վնասված պատերը խոնարհված տանիքը ամրացնելու, նորոգելու համար։ Նույնիսկ կտուրը չկար, պատերը համարը չկային, որոշ մասը վերաշարվել է, որոշ մասը նոր ավելացվել է եւ հիմա արդեն վերականգնումից հետո կօգտագործվի, նաեւ կունենա իր զանգակատունը։ Եկեղեցում շինարարությունը նախատեսվածից քիչ ձգձգվել է անհրաժեշտ տիպի քարերը գտնելու ու մատակարարելու պատճառով։ Հիմա հարցերն արդեն լուծվել են։ Եկեղեցու զանգերը շինարարության ավարտի մասին կավետեն մինչև տարեվերջ։ Ռուսական երկաթուղիներ ընկերությունն այս պահին լուծում է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ռուսական ապրանքների փոխադրման հետ կապված հարցերը, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Ադրբեջանական կողմը հաստատել է, որ մենք հնարավորություն ունենք օգտագործելու իրենց երկաթուղին ռուսական ապրանքները Հայաստան փոխադրելու նպատակով, այսինքն այդ իմաստով մենք շատ հետաքրքիր տեղաշարժ ունենք, ասել է Օվերչուկը։ Նրա խոսքով այժմ ռուսական երկաթուղիները տարածաշրջանի գործընկերների հետ աշխատում է այդ փոխադրումների կազմակերպման հարցի ուղղությամբ։ Միաժամանակ մեր կողմից համապատասխան հանձնարարականները տրվել են գյուղատնտեսության նախարարությանը, որպեսզի հաշվի առնվի այս նոր լոգիստիկ երթուղին, ասել է Օվերչուկը։ Իլհամ Ալիևն ավելի վաղ հայտարարել էր, որ Ադրբեջանը հանել է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։ ԱՄՆ նախագահը Մալազիայում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթնաժողովին մասնակցելուց հետո մեկնել է Ճապոնիա, որտեղ կհանդիպի երկրի նորընտիր վարչապետ Սանաե Տակայիչիի հետ։ Կուալա Լումպուրում Դոնալդ Թրամփը մասնակցել է Թայլանդի եւ Կամբոջայի միջև խաղաղության հռչակագրի ստորագրմանը։ Նա նաեւ առևտրային համաձայնագրեր է կնքել երկու երկրների հետ, ինչպես նաեւ շրջանակային համաձայնագրեր Թայլանդի եւ Վիետնամի հետ։ Այս շաբաթ Հարավային Կորեայում նախատեսվում է նաեւ Դոնալդ Թրամփի հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ցինպինի հետ։ Հանդիպման ընթരാճ ASEAN-ի գագաթնաժողովի շրջանակում ամերիկացի եւ չինացի պաշտոնյաները համաձայնության են հասել հնարավոր առևտրային համաձայնագրի շուրջ։ Գագաթնաժողովի ընթացքում ASEAN-ին է միացել նաեւ Թիմոր Լեստեն։ Ռուսաստանը եւ Ուկրաինան կրկին հարվածներ են փոխանակել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է ուկրաինական 193 անօդաչու խոցելու մասին։ Դրանցից 30-ից ավելին ուղղված է եղել դեպի Մոսկվա։ Մայրաքաղաքի օդանավակայանները ժամանակավորապես փակվել են։ Բրյանսկի մարզում ուկրաինական անօդաչուն հարվածել է ավտոբուսի, 1 մարդ զոհվել է, 23-ը վիրավորվել։ Դոնեցկում 2 մարդ է զոհվել, 1-ը վիրավորվել։ Իսկ հոկտեմբերի 26-ին Կիևում ռուսական անօդաչուների հարվածներից վնասվել է 3 բազմաբնակարան շենք, 3 մարդ զոհվել է, գրեթե 30-ը վիրավորվել։ Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, մտադիր չէ հանդիպել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, մինչև վստահ չլինի, որ ռուս-ուկրաինական հակամարտության ավարտը մոտ է։ Դոնալդ Թրամփի խոսքով ինքը կարծում էր, թե Ուկրաինայում խաղաղության հասնելը շատ ավելի վաղ էր լինելու, քան Մերձավոր Արևելքում։ Այդ համատեքստում Թրամփը հիշել է նաև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև համաձայնությունների մասին, որոնք ձեռք են բերվել Վաշինգտոնում իր միջնորդությամբ։ ԱՄՆ նախագահի խոսքով հեռախոսազրույցի ժամանակ Պուտինն իրեն ասել է, որ բոլորը փորձում էին հասնել Երևանի եւ Բաքվի միջև խաղաղության, սակայն դա ոչ ոքի չհաջողվեց բացի Թրամփից։ Ռուսաստանը պատրաստ է վերսկսել հումանիտար կապերի, գիտության, կրթության եւ մշակույթի ոլորտներում հարաբերությունների կարգավորումն Ադրբեջանի հետ նույն չափով, ինչ ադրբեջանցի գործընկերները, հայտարարել է միջազգային մշակութային համագործակցության հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայել Շպիտկոյը։ Նրա խոսքով Ռուսաստանը եւ Ադրբեջանը չունեն խոր արմատներ ունեցող պատճառներ ամբողջ ծավալով չվերսկսելու բոլոր հարաբերությունները։ Բաքվի եւ Մոսկվայի միջև հարաբերությունների լարվածության ֆոնին հունիսին Ադրբեջանի մշակույթի նախարարությունը հայտարարել էր երկրում ռուսական պետական եւ մասնավոր հաստատությունների կողմից նախատեսված բոլոր մշակութային միջոցառումների չեղարկման մասին։ Ֆրանսիայի ոստիկանությունը Լուվրի թանգարանում տեղի ունեցած կողոպուտի գործով 2 մարդու է ձերբակալել։ Փարիզի դատախազության հայտարարության համաձայն կասկածյալներից մեկը ձերբակալվել է Փարիզի Շարլ դը Գոլի անվան օդանավակայանում։ Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների աղբյուրների նա պատրաստվում էր մեկնել Ալժիր։ Մյուս կասկածյալը ձերբակալվել է Փարիզի արվարձաններից մեկում։ Նշվում է, որ կասկածյալներից մեկին նույնականացրել են դեպքի վայրում հայտնաբերված ԴՆԹ-ի նմուշի հիման վրա։ Հոկտեմբերի 19-ին Լուվրի Ապոլոնի սրահից գողացել են 9 թանկարժեք զարդ, որոնցից մեկը կայսրուհի Եվգենիային պատկանող թագը վնասված վիճակում հայտնաբերվել էր թանգարանի մերձակայքում։ Հանցախմբին գտնելու եւ գողացված իրերը վերադարձնելու համար ներգրավվել է շուրջ 100 քննիչ։ Կողոպուտի ֆինանսական վնասը գնահատվում է 88 միլիոն եվրո։
Հակապանի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում անվտանգության կանոնների հրահանգավորում են անցնում, որ հետո արդեն սեփական աչքով տեսնեն այն ամենը, ինչի մասին շատ լսել, բայց չէին տեսել։ Խոսքը Հայաստանի թիվ 1 հարկատուի մասին է։ Դպրոցականներով ավտոբուսը ավանդույթի համաձայն նախ բաց հանքի դիտակետ է ուղևորվում։ Այստեղ հասնողը չի թաքցնում զարմանքը, 14-ամյա Թամարան նրանցից մեկն է։ Չէի պատկերացնում, որ այսպես հանքի մասին այսպիսի պատկերացումներ չունեի, մտածում էի, թե հանքը ինչ-որ sense փակ մութ ինչ-որ տարածք է, այդպես էի պատկերացնում։ Պարզվեց, որ միայն մեքենաներ են այստեղ, շատ ուժը այդքան շատ պետք չի գալիս, ամեն ինչ կատարում է տեխնիկան, ինչը զարմանալի էր ինձ համար, քանի որ ուրիշ պատկերացումներ էի կազմել կոմբինատի մասին ընդհանուր։ Ժամացույցի ճշգրտությամբ է աշխատում հանքաքարով բեռնված հսկա տեխնիկան բաց հանքի տարածքում, տեղաշարժվում սահուն ու ըստ ծրագրածի, սա տպավորիչ էր պատանիների համար։ Մասնագիտության հարցում դեռևս չկողմնորոշված դպրոցականները այցը եզակի հնարավորություն են համարում։ 400 ամենատարբեր մասնագիտության տերմարդիկ են այսօր կոմբինատի շարժիչ ուժը։ Այսպիսի այցերից մարդիկ պատկերացում են կազմում ընդհանուր ոլորտի մասին, աշխատանքի մասին, արդյոք այդ աշխատանքը իրենց հոգեհարազատ է եւ կարծում եմ մեր երկրում այսպիսի այցեր պետք է շատ լինեն։ Դպրոցականների ճանաչողական այցը ավելի շատ գործնական պարապմունք էր։ Քիմիական լաբորատորիայում հետևեցին ռեակցիաներին, իմացան դրանց արդյունքում ստացված մետաղների գործածության մասին։ Լաբորատոր սարքավորումները անտարբեր չթողեցին հատկապես Միլենային։ 23-ը այստեղ է ու ասում եք վիճակը Ես մտածում էի, թե դաստիճան ինչի զարգացած, բայց նաև պայմաններին ծանոթացա, որ անվտանգությունը առկա է եւ ոչ մի վնաս ոչ մեկին չի հասցվում։ Բաց հանքը, որ պատկերացնում է փոշին, կեղտոտ, երեխաների մոտ այդ պատկերացումն է, ինչու ոչ միայն երեխաներին, նաև մեծ մասի բնակիչներին, երեխաները տեսնելով հանքը, մեխանիզմները հասկացան, որ մինիմալ վիճակի է հասնում փոշին, աղտոտվածությունը եւ բավականին մեծ ուշադրություն են դարձնում շրջակա միջավայրի պահպանությանը։ Կոմբինատի աշխատանքի բնապահպանական հարցերի շուրջ դպրոցականները խոսեցին ձեռնարկության լրատվության եւ բնապահպանության բաժինների ներկայացուցիչների հետ եւ ստացան սպառիչ պատասխաններ։ Կարմիր գյուղի համար 1 միջնակարգ դպրոցի աշակերտների համար գյուղատնտեսությունն արդեն գիտահեն է։ 1 ամիս առաջ դաշտից հող բերեցին, որակը ուսումնասիրեցին, առկա սննդատարերի քանակը որոշեցին եւ իրենց կրթական ջերմոցում սկսեցին փորձարարական մշակություն։ 10 մետր երկարությամբ, 5 մետր լայնությամբ եւ 3 մետր բարձրությամբ ջերմոցում շուրջ 10 տեսակի մշակաբույս են աճեցնում։ Արդեն ունեն առաջին բերքն ու ուսումնասիրությունների առաջին գնահատելի արդյունքը։ Ցանքը կատարել ենք սեպտեմբեր ամսին, սակայն քանի որ այստեղ միշտ նույն ջերմաստիճանն է, կարելի ասել բույսեր կան, որ սիրում են տաքություն, բույսեր կան, որ չեն սիրում տաքություն, դա է խնդիրը, որ հիմա բույսերից շատերը լավ են աճել, իսկ մնացածը չէ, սակայն մենք չենք տխրում, քանի որ սա ուսումնական ջերմոց է եւ մենք փորձերի շնորհիվ պետք է հասկանանք, ինչպես ասում են, մենք մեր սխալների վրա պետք է սովորենք։ Առաջին մշակությունն իրականացրել են առանց պարարտանյութերի։ Չափիչ սարքը ցույց է տալիս, որ օրինակ բողկի մեջ նիտրատների քանակը ցածր է թույլատրելի նորմայից։ Աշակերտների միջոցով տարածել օրգանական գյուղատնտեսության անցնելու կարևորությունը։ Այն է, ինչին ձգտում է շրջակա միջավայր եւ առողջություն հասարակական կազմակերպությունը, Եվրամիության կապույտ դպրոցներ նախագծով իրականացվող բնահեն լուծումներ Սևանա լճի պահպանության համար նախաձեռնությամբ։ Թունաքիմիկատներից ազատման մեթոդներ, ջրախնայող տեսակներ, կոմպոստացման եւ տարբեր մշակաբույսեր, որոնք քիչ ջուր են ավելի պահանջում ոռոգման համար, նույնպես կաճեցնեն ջերմոցում եւ իհարկե իրենք ուսումնասիրեն արդյունավետությունը։ Այս ջերմոցը նպատակ ունի նաեւ որպեսզի երեխաները մոտենան նաեւ գիտությանը, իրեն գիտական հետազոտություններ անեն, տեսնեն թե ինչ տարբեր բնահեն լուծումներ կան, որոնք կարող են ներդրվել իրենց համայնքներում, որոնք իհարկե բոլորը նպատակաուղղված են Սևանա լճի պահպանությանը։ Երեխաները սովորելով այստեղ կարող են միջավայրում, շրջապատում եւ գյուղի մասշտաբով կարողանան ինչու՞ չէ նաեւ կրթել, սովորեցնել բույսերը ոնց են մշակում, ինչքանով են բույսերը էկոլոգիապես մաքուր լինում եւ ընդհանրապես ինֆորմացիան տարածել։ Կրթական ջերմոցի աշխատանքները համակարգում է դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Սուսաննա Մարդոյանը։ Ուշագրավ փաստ է արձանագրել։ Իրենց հողամասերում գյուղատնտեսական աշխատանքներին դժկամությամբ մասնակցող աշակերտները
հետաքրքրությամբ եւ պատրաստակամությամբ անում են նույն աշխատանքը ջերմոցում։ Մենք ունենք հարթակ, որտեղ հենց գրում եմ աշակերտներ ջան, այսօր այս աշխատանքներն ենք իրականացնելու, իրենք միանգամից ընկեր Մարտոյան, մենք պատրաստ ենք բոլոր գործերը մի կողմ եւ մենք սկսում ենք մեր աշխատանքները։ Մոլախոտերից ենք ազատում, ջրումը պարտադիր։ Փորձարարական մշակաբույսերի ոռոգման համար նաեւ անձրևաջուր են հավաքում, ջրի որակը նույնպես ստուգում են։ Գալիք տարվա համար արդեն հաջորդ փորձարարությունն են ծրագրել։ 10 հողակտորները երկու մասի են բաժանելու, մշակությունն իրականացնելու են օրգանական ու քիմիական պարարտանյութերով, ցույց տալու դրանց առավելություններն ու վտանգները։